Անկեղծ ասած մի փոքր դժվար է ընկեր Իշխան Սաղաթելյանից հետո այս էմոցիաները պահելը, ամեն դեպքում կփորձեմ։ Նախ ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ եւ զգացված, առավել հպարտ եմ, որ Հայաստան դաշինքի ընտրաշավը սկսվել է հենց համայն հայության հոգեվոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից։ Արդեն իսկ նշվեց, որ ամիսներ առաջ մեր թիմը վաղաշաբաթի ընտրություններում Էջմիածնեցիների, վաղաշաբաթցիների կողմից ստացավ ավելի քան 10,000 քվե։ Եվ ես գիտեմ, որ դրանք քվեներ չէին ուղղակի, կապված միայն համայնքի հետ։ Այդ քվեները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մեկն էր՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական եւ իրական սիրո մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց եւ իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատելու, որտեղ մարդկանց շինթույլտվությունները չի տրվելու քաղաքական կողմնորոշումից ելնելով, որտեղ ոտնատակ չի արվելու մեր սրբություններն ու արժեքները։ Մենք պատարակներին ու ժամերգություններին մասնակցելու ենք որպես հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդներ, ոչ թե հոգևոր արժեքներ պղծողներ ու քանդողներ, ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսների գերեզմանները ոտնակող անողներ։ Եվ իհարկե քաղաքացուն նայելու ենք որպես բարձրագույն արժեքի, այլ ոչ թե որպես քվեի։ Ես չեմ ուզում ներկայացնել թիմը, դուք բոլորի լավ ճանաչում եք, առավել եւս մեր թիմի առաջնորդին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դուք եղած քաղաքական թիմերի կուսակցությունների մեջ չեք կարող գտնել ուրիշ մեկին քաղաքական առաջնորդներից, որն ավելի լավ իմանա այս երկրի խնդիրներն ու խնդիրները։ Ես ձեզ ասում եմ, մենք չենք կարող չիրականացնել մեր խոսք տվածը, քանի որ մեր դաշինքի ղեկավար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին չի տվել այնպիսի նախընտրական խոստում, որը կյանքի չի կոչվել։ Դուք գետ մեկը չեք կարողանալու գտնել։ Միշտ խոստացվել է քիչ, բայց իրականացվել է կրկնապատիկն ու եռապատիկը։ Մեր թիմում Հայաստան դաշինքում մարդիկ են, ովքեր սրտիկներով ու ստվարաթղթե քարտեզներով չի, որ ցույց են տալիս իրենց արժեքները։ Մենք եւ մեր առաջնորդը սրտիկներ չենք անում։ Մենք երբեք մեր կատարած աշխատանքը ձեր աչքը չենք մցրել եւ չենք մցնելու։ Չենք գոռացել, այլ լուր, մեծ պատասխանատվությամբ եւ աշխատասիրությամբ նվիրումով կառուցել են երկիր, որտեղ մարդիկ երջանիկ են եղել, սիրել են իրար, աշխատել ու արարել են, ապրել են իրենց բարձր ու վեհ ազգային արժեքներով։ Հայաստան դաշինքը գալիս է նախ եւ առաջ իսկական հայկական մթնոլորտ հաստատելու, գալիս է, որ վերջապես վերջ դրվի այս թշվառ իրականությանը, այս ազգային նվաստացումներին, հեշտ չի լինելու։ Մենք այս 8 տարիների ընթացքում սրանց բերած ավերածությունների այսբերգի գագաթն ենք տեսնում դեռ, իսկ թե սրանք իրականում ինչ աստիճանի վնաս են հասցրել մեր պետությանը, մենք դա դեռ նոր ենք տեսնելու իշխանափոխությունից հետո։ Բայց այս ամեն ինչը հաշվի առնելով, հաղթանակի դեպքում մենք երբեք անցյալի գերին չենք դառնալու, չենք ասելու նախկիններն են մեղավոր, չենք ասելու մեզ թալանել են, չենք ասելու նոր արված ասֆալտը քանդվեց, որովհետև ձմռանը ցուրտ էր եւ ձյուն։ Մենք վերցնում ենք պատասխանատվությունը մեզ վրա, տղամարդավարի, ու նորից եմ կրկնում, մենք ու մեր առաջնորդը մեր խոսքին ու խոստումներին վերաբերվում ենք տղամարդու պես։ Պարզապես մենք այն դաստիարակությունը չենք ստացել, որ խաբենք ձեզ, պարզապես մենք այդ մարդիկ չենք, որ քվե կորզելու համար ձեզ ոսկե սարեր խոսք տանք, իսկ հետո մեղքը գցենք ուրիշների վրա։ Տվեք մեզ ձեր վստահությունը, օգնեք հաղթել եւ պահանջեք մեզնից, որպեսզի միասին բոլորով, բանվորից մինչև գործարար, հավաքարարից մինչև ուսուցիչ, հողագործից մինչև համայնքապետ, շարքային քաղաքացուց մինչև երկրի ղեկավար, միասին կառուցենք այն երկիրը, որի համար մեր զավակների առջև գլխիկոր չենք լինելու։ Միասին են կառուցելու մեր մեծ թիմով, մեր մեծ ընտանիքով, իսկ այդ թիմն ու ընտանիքը մենք ենք, բոլորս,
այս հրապարակում գտնվող եւ չգտնվող յուրաքանչյուր քաղաքացի։ Եվ ես վստահ եմ, որ այս ամենը մենք միասին կարող ենք։ Այո, քանի որ առաջին օրն է մեր քարոզարշավի, պարբերաբար պետքա կրկնենք, մինչև որ մեր ժողովուրդը մինչև վերջին իր քաղաքացին վստահ լինի, որ միասին կարող ենք, միասին։ Սիրելի հայրենակիցներ, խոսքից սկզբում ունեցավ ողջունել Հայաստան դաշինքի պատգամավորներին։ Դե ինչ, այս պայքարը վստահաբար նույն համառությունը չեր ունենա առանց Քրիստինե Վարդանյանի։ Խոսքը փոխանցում եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ,